Նստած է սիրունատես մի կին 72 տարեկան է, հավատացեք 60-ից ավել չեմ տա։ Պատմա, որ 8 տարի առաջ ոտքը կոտրել է, 2 ամիս գիպսի մեջ ա եղել, հետո լավացել է եւ կամած վախերը սկսվել է եւ հիմա արդեն 3 տարի է ինքը առավոտ արթնանում է, տղան ու աղջիկը թևերի ծննում են, տանում են տուալետ, բերում նստացնում են, լոբին բերում են կողքը մաքրում, ընտանիքին օգուտ է տալիս, բայց ինքնուրույն տեղից վեր չի կենում։ Նայում են ոտքերը ուռած չի, ասում են որ վարժություններ անում ոտքի համար նստած, խնամված մի տիկին է։ Ասում եմ եկեք մի հատ փորձենք քայլել։ Ընկնում է թևս, ասում եմ տեսեք շատ լավ քայլում եք, ասում եմ դե որտեղ թևս ընկած ես։ Հիմա լսեք հարց ու պատասխանը։ Ասում եմ տիկին Կարինե ջան, ինչու չես քայլում։ Ասում եմ վախենում եմ որ ընկնեմ։ Ասենք թե ընկար, ինչ կլինի, ասում եմ այն ժամանակվա նման ոտքս կկոտրեմ։ Ընդունենք որ կոտրեցիր, ինչ կլինի։ Ասում եմ կդնենք գիպս։ Ասում եմ դե ընդունենք գիպս դրեցին, ինչ կլինի։ Ասում եմ դե այն ժամանակվա նման 2 ամիս չեմ քայլել։ Ասում եմ տիկին Կարինե ջան, 3 տարիա չես քայլում։ Ուրեմն դու 3 տարի չես քայլում, թեպետ քո ոտքերը առողջ է, վախենալու որ եթե քայլես, ընկնես, կոտրես 2 ամիս չես քայլի։ Այդպիսին ենք մենք հաճախ մեր վարքի մեջ։ Վախենալով թե այս բանը անելուց ինչ կլինի, անդամալույց ենք դառնում։ Անընդհատ վախենում ենք, որ վայ այս բանը անենք սխալ կլինի։ Սխալները նորմալ են։ Այդ միևնույնն է, որ երեխային տանենք առաջի դասարան եւ ասենք գիտես ինչ, մինչեւ քո ուսման վերջը անցիր այնպես, որ սխալ չանես։ Երեխան պարզապես ոչինչ չի սովորի։